Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք, հոդված 132, մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը։ Մարդու թրաֆիքինգը շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, հագցնելը կամ ստանալը, ինչպես նաև մարդուն շահագործելը կամ շահագործական վիճակի մեջ դնելը կամ պահելը, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձևերով, առևանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ ստանալու կամ այդպիսիք խոստանալու միջոցով պատժվում է ազատազրկմամբ 5-ից 8 տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա։ Նույն արարքը, որը կատարվել է 2 կամ ավելի անձանց նկատմամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ակնհայտ հղի կնոջ նկատմամբ, Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով, անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով, պատժվում է ազատազրկմամբ 7-ից 12 տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա։ Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ 10-ից 14 տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա։ Թրաֆիքինգ նշանակում է ինչ-որ բանի անօրինական վաճառք, իսկ ըստ անգլերեն ռուսերեն իրավաբանական բառարանի արգելված ապրանքի առևտուր բիզնես։ Սա որպես սոցիալական երևույթ ունի ծագման, զարգացման և տարածման դարերի պատմություն։ Այսօր թրաֆիքինգը նոր երևույթ չէ և անվանվում է սպիտակ ստրկություն։ Դրա զոհն են դառնում միլիոնավոր մարդիկ։ Սակայն միայն 20-րդ դարի վերջերին մարդկությունը լիարժեք գիտակցեց այդ երևույթի համընդհանուր վտանգավորությունը, ժամանակակից մարդկային արժեքների հետ ծայրահեղ անհամատեղությունը և դրան տալով քրեաիրավական նշանակություն, անզիջում ու հետևողական պայքար սկսեց այդ երևույթն արմատախիլ անելու ուղղությամբ։ Թրաֆիքինգի որպես սոցիալական և քրեաիրավական երևույթի ծավալները վերջին տարիներին ընդլայնվել են։ Տարբեր աղբյուրների համաձայն ամեն տարի թրաֆիքինգի զոհ է դառնում 2.5 միլիոնից մինչև 4 միլիոն մարդ։ Իսկ հետախուզական աղբյուրները նշում են, որ մարդկանց առևտուրը առավել արագ աճող բիզնես է աշխարհում։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հանձնարարությամբ 2011 թվականին հանձնարարվեց գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործների գործերով վարչությանը։ Արթուր Դավթյան, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ։ Կատարել ուսումնասիրություններ, հետազոտություններ եւ ըստ էության պարզել, թե Հայաստանի Հանրապետությունում այս ուղղությամբ ինչ աշխատանքներ են կատարվել, կատարված աշխատանքները ինչ արդյունքներ են տվել եւ ամբողջ միջազգային հանրության կողմից ձեռնարկած միջոցառումների շարքում Հայաստանի Հանրապետության ձեռնարկած միջոցառումները որքանով համահունչ են եւ բավարարում են այս առումով այս հանցատեսակի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ժամանակակից պահանջներին։ 21-րդ դարի չարիք համարվող այս երևույթի դեմ արդյունավետ պայքար մղելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2002 թվականից սկսած հաստատել է Հայաստանից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առքուվաճառքի կանխման հայեցակարգը և իրականացրել մի շարք ազգային ծրագրեր։ Մարդկանց առևտրի, թրաֆիքինգի որպես ժամանակակից հանցավոր գործունեության դեմ հանրապետությունում իրականացվող քրեաիրավական պայքարը էապես բարելավել է, ինչը հատկապես պայմանավորված էր օրենսդրության փոփոխություններով և իրավապահ համակարգում մասնագիտացված ստորաբաժանումների ստեղծումով։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանով դեռևս 2006 թվականին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության քննչական վարչության կազմում ստեղծվել էր առանձին ստորաբաժանում մարդկանց առևտրի և անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժին, որտեղ կենտրոնացված կերպով քննվում էին թրաֆիքինգի վերաբերյալ քրեական գործերը։ Սակայն դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի ընթացքում Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգից հանվեց քննչական ապարատը, որի հետևանքով թրաֆիքինգի վերաբերյալ գործերի քննությունն իրականացվում էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային քննչական բաժիններում։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կառուցվածքում կատարված փոփոխություններից հետո Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 2007 թվականի նոյեմբերի 30-ի հրամանով ստեղծվեց մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը, որի վրա էլ դրվեց թրաֆիկինգի փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ իրականացվող դատախազական հսկողությունը։ Վարչության կողմից շոշափելի աշխատանք կատարվեց թրաֆիկինգի դեմ իրականացվող պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Կատարված աշխատանքների եւ դրանց արդյունքների ուսումնասիրությունը շատ ակնհայտ դարձրեց, որ այս ուղղությամբ կատարված աշխատանքները բեկումնային են եղել հատկապես 2006-2007 թվականին։ Այդ աշխատանքները իրենց համապատասխան ուղղվածությամբ կարելի է դասակարգել հետևյալ ուղղությունների։ Առաջինը դա օրենսդրական բարեփոխումներն էին։ Օրենսդրական բարեփոխումները, խոսքս հատկապես վերաբերում է քրեական օրենսգրքի բարեփոխումներին, միտված էին նրան, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու խնդիր կար։ Եվ բացի միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելը, նաև մեր ներօրենսդրական հակասությունների իրավիճակ ունեինք, եւ այդ հակասությունները լուծելուն էին միտված քրեական օրենսգրքում կատարված համապատասխան փոփոխությունները։ Բացի այդ փոփոխությունները օրենսդրական հանգեցին նաև այս հանցատեսակի պատժելիության բարձրացմանը։ Նախատեսվեցին առավել խիստ սանկցիաներ այս հանցագործության համար։ Հաջորդ խումբ աշխատանքների հիմնականում ուղղված էին կազմակերպական բնույթի աշխատանքներին։ Մասնավորապես թրաֆիկինգի քրեական հետապնդման արդյունավետությունը բարձրացնելու խնդիր կար։ Շատ արագ, հատկապես գլխավոր դատախազությունում 2006-2007 թվականների ընթացքում կատարված ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ այս հանցատեսակի դեմ անհրաժեշտ է սկզբնական փուլում իրականացնել կենտրոնացված քրեական հետապնդում։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ թրաֆիկինգը նոր դրսևորում էր, հետևաբար դրա քննության մեթոդիկային ևս արագ տիրապետել էր պետք, եւ կարճ ժամանակում հնարավոր չէր ամբողջ հանրապետության քրեական հետապնդման մարմինների աշխատակիցներին պատրաստել այդ աշխատանքին։ Դրա համար նախ Գլխավոր դատախազի հանձնարարությամբ առանձին ստորաբաժանում ստեղծվեց գլխավոր դատախազության համակարգում։ Դրան համապատասխան առանձին ստորաբաժանումներ ստեղծվեցին նաև ոստիկանության համակարգում, ինչպես նախաքննության մարմինների, այնպես էլ հետաքննության մարմինների ստորաբաժանումներում։ Եվ այս առանձնացված հատուկ ստորաբաժանումների փոքրատիվ աշխատողներին արագ սկսեցին իրականացվել վերապատրաստման աշխատանքներ։ Եվ այս փոքրատիվ աշխատողների վերապատրաստման արդյունքում հնարավոր եղավ կենտրոնացված քննությամբ էապես բարձրացնել այս հանցատեսակի դեմ իրականացվող քրեական հետապնդման արդյունավետությունը։ Թրաֆիկինգը դասվում է ոչ ակներևության պայմաններում կատարվող այն հանցագործությունների շարքին, որի հատկապես հավաքագրման եւ փոխադրման փուլերը հանցավորները կարողանում են հմտորեն քողարկել, իսկ մոլորության մեջ գտնվող տուժողները դրսևորում են հոժարակամ եւ գիտակցված վարքագիծ։ Եվ այդ գործողությունների հանցավոր բնույթը հիմնականում ի հայտ է գալիս հանրորեն վտանգավոր հետևանքները վրա հասնելուց հետո միայն։ Բռնությունները, սպառնալիքները, խաբեությունները եւ հարկադրանքի մյուս տեսակները, ինչպես նաեւ քողարկված նպատակները հիմնականում ակներև են դառնում անձին արտերկիր փոխադրելուց հետո, կոնկրետ գործընթացների մեջ ներգրավելու ընթացքում։ Եթե սրան էլ ավելացնենք այն հանգամանքը, որ շատ դեպքերում անգամ տուժողներն ու վկաները տարբեր դրդապատճառներից ելնելով շահագրգռված չեն լինում հանցագործությունը բացահայտելու հարցում, ապա պարզ է դառնում թրաֆիկինգի դեպքերի քողարկվածության աստիճանը, որը զգալի դժվարություններ է ստեղծում դրա դեմ պայքարի աշխատանքները կազմակերպելիս։ Ուսումնասիրությունները միաժամանակ ցույց տվեցին, որ 2006-2007 թվականներին էապես բարելավվել է նաև թրաֆիկինգից տուժած անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված համապատասխան միջոցառումները։ Մասնավորապես հանցագործությունների զոհերի ճանաչման, նրանց նույնացման, նրանց համապատասխան ապաստաններ տրամադրելու, նրանց որոշակի սոցիալական իրավունքների բարելավման ուղղությամբ բավականին կազմակերպական եւ իրավական միջոցառումներ են իրականացվել։ Եվ որ ամենակարևորը կցանկանայի նշել, այս հանցատեսակի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումների շարքում դա բնակչության իրազեկության բարձրացմանն ուղղված միջոցառումներն էին։ Ի վերջո բոլոր տեսակի ուսումնասիրությունները, նաև միջազգային համապատասխան կազմակերպությունները ցույց են տվել, որ այս հանցատեսակի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման կարևորագույն, այսպես չափորոշիչը կամ աշխատանքը դա բնակչության իրազեկության բարձրացումն է, որովհետև այս հանցատեսակը հատկապես իր ժամանակակից դրսևորումներում աչքի է ընկնում քողարկված այնպիսի արտահայտություններով, որ կարիքը կա, որ հասարակությունը իմանա, թե
համապատասխան պայմանագրեր կնքելիս, համապատասխան աշխատանքի առաջարկ ստանալիս, ինչպիսի հատկանիշների, ինչպիսի չափանիշների վրա պետք է անպայման ուշադրություն դարձնի, ինչպիսի հիմնական չափորոշիչներ կան, որոնց նա պետք է հետևի, որպեսզի հետագայում վրա չհասնի նրա համապատասխանաբար շահագործումը։ Եվ այս առումով կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության համապատասխան շահագրգիռ պետական մարմինները դա Կրթության գիտության նախարարությունն է, Սոցիալական ապահովության նախարարությունը, տարածքային կառավարման նախարարության համակարգում գործող միգրացիայի պետական ծառայությունը եւ այստեղ նաեւ քրեական հետապնդման նաեւ գլխավոր դատախազության կատարած աշխատանքները հասարակության իրազեկության բարձրացման առումով էական արդյունքների են բերել։ Քրեական գործերի ուսումնասիրությունը վկայում է, որ դեպքերի ճնշող մեծամասնությունն արձանագրվել են Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Թուրքիայում։ Արաբական Միացյալ Էմիրությունների եւ մեր երկրի միջև թեև փոխադարձ իրավական օգնության մասին հուշագիր է ստորագրվել, սակայն այդ երկրի քրեական հետապնդման մարմիններին ուղարկված իրավական օգնության միջնորդությունները երկար ժամանակ անպատասխան են մնում կամ ոչ լիարժեք պատասխաններ են ստացվում։ Հիշատակված այս խնդիրներն առավել քան ակնառու են Թուրքիայի պարագայում, պայմանավորված այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ։ Հանցավորության դեմ պայքարում համագործակցելու դատախազության առաջարկությունները թուրքական կողմից չի արձագանքվել։ Այս բնույթի հանցագործությունների փաստերով առուցված քրեական գործերի նախաքննությունը ցույց է տվել, որ սրանք ունեն որոշակի սպეციფիկ օրինաչափություններ։ Այս գործերի նախաքննությունը հեշտությամբ չի ընթանում, որոշակի լուրջ բարդություններ են երբեմն ստեղծվում քննության առջև։ Այդ բարդությունների շարքին ես առաջին հերթին կցանկանայի նշել հենց թրաֆիքինգի դրսևորման այդ երկ կամ երբեմն բազմափուլությունը։ Երբ որ հատկապես թրաֆիքինգը իր արտաքին դրսևորումը ստանում է արտասահմանյան երկրներում, հատկապես մեր դեպքում քրեական գործերի մեծամասնությունը ցույց է տվել, որ ուսումնասիրության մեծամասնությունը ցույց է տվել, որ դրանք կատարվել են կամ Միացյալ Էմիրություններում կամ Թուրքիայում, ուժողները հետագայում վերադարձել են Հայաստան, հայտնել են հանցագործության դեպքի մասին։ Այդ դեպքով իրականացված քննության ընթացքում հաճախակի անհրաժեշտություն է առաջանում նաև քննչական գործողություններ իրականացնել համապատասխան երկրում, որտեղ դրսևորվել է շահագործումը, ապացույցներ ձեռք բերելու, մեղավոր անձանց պատասխանատվությունն ապահովելու նպատակով։ Պետք է ասեմ, որ միջազգային համագործակցությունը լուրջ զարգացման դեռևս կարիք ունի այս առումով։ Հատկապես մեր քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Միացյալ Էմիրությունների հետ թեև Հայաստանի Հանրապետությունը միջազգային համապատասխան իրավական փոխօգնության երկկողմ պայմանագիր ունի, այդուհանդերձ այս աշխատանքները դեռևս ցանկալի մակարդակի վրա չեն գտնվում։ Կարճ օրինակ փորձեմ բերել, մենք 2008 թվականին քննեցինք մի քրեական գործ, որտեղ շահագործումն իրականացվել էր Միացյալ Էմիրությունների Դուբայի քաղաքում։ Հանցավոր խումբը հավաքագրել էր Հայաստանի Հանրապետությունից քաղաքացիների, տեղափոխել էր Դուբայ քաղաք եւ իրականացրել էր նրանց նկատմամբ թրաֆիքինգ։ Դժողները եկան, հայտնեցին այդ դեպքի մասին, հարուցվեց քրեական գործ, իրականացվեց նախաքննություն։ Նախաքննության ընթացքում հնարավոր եղավ հայտնաբերել հանցավոր խմբի անդամներից մեկին Հայաստանի Հանրապետությունում, ապահովել նրա քրեական պատասխանատվությունը եւ բնականաբար հետախուզում էր հայտարարվել հանցավոր խմբի մյուս անդամների նկատմամբ։ Թեև 2008 թվականի վերջերին արդեն Դուբայի պատկան մարմինները մեզ հայտնել էին, որ ձերբակալվել է իրենց մոտ հետախուզման մեջ գտնվող անձը եւ համապատասխան միջազգային պայմանագրին համահունչ մենք քրեական գործի անհրաժեշտ նյութերը թարգմանեցինք եւ ուղարկեցինք, որպեսզի իրականացվեր անձի էքստրադիցիան, բայց ավելի քան 11 ամիս մեր համապատասխան հարցման պատասխանը մենք չէինք կարողանում ստանալ։ Այդպես էլ մեր Միացյալ Էմիրությունների գործընկերներից հնարավոր չեղավ ստանալ դրական պատասխան եւ ընդամենը 2009 թվականի ընթացքում, երբ որ հանցավոր խմբի անդամը պետական սահմանը անցել էր եւ մուտք էր գործել Թուրքիա, Թուրքիայի Հանրապետությունում էր ձերբակալվել նա նույն միջազգային հետախուզման միջոցով եւ զուտ դիվանագիտական, այսպես համապատասխան խողովակների միջոցով համագործակցելով հնարավոր եղավ հատկապես Ինտերպոլի գործադրած ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ այդ անձին տեղափոխել Հայաստանի Հանրապետություն։ Ես ընդամենը համեմատական կարգով կցանկանամ ասել, այն դեպքում, երբ որ Միացյալ Էմիրությունների հետ ունենք համապատասխան եւ լուրջ դիվանագիտական հարաբերություններ եւ իրավական օգնության պայմանագիր, այսքան դժվարություններ ենք ունենում։ Փորձենք պատկերացնել, թե որքան ավելի շատ են խնդիրները Թուրքիայի հետ հարաբերություններում, պայմանավորված այն հանգամանքով, որ դիվանագիտական հարաբերություններ չունենք Թուրքիայի հետ։ Այդուհանդերձ Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ամենատարբեր միջազգային համագործակցության շրջանակներում իրականացված հանդիպումների ժամանակ բարձրացրել է այս խնդիրը, որ ի վերջո հանցավորության դեմ համատեղ պայքարը նաև չպետք է պայմանավորվի դիվանագիտական հարաբերություններից, որտեղ դա բոլոր պետությունների եւ բոլոր ժողովուրդների շահերից է բխում։ Հայաստանի Հանրապետությունը կարող եմ վստահ ասել, որ
բազմաթիվ անգամներ նախաձեռնել է, որպեսզի հանցավորության դեմ պայքարում, հատկապես հանցանք կատարած անձանց էքստրադիցիայի հարցերում հնարավոր լինի բարձրացնել Թուրքիայի իրավապահ մարմինների հետ համագործակցությունը։ Ցավոք պետք է ասեմ, որ այս առումով դեռևս համարժեք արձագանք Թուրքիայի մեր գործընկերների կողմից հնարավոր չի լինում ստանալ։ Անդրադառնալով այս հանցատեսակի վիճակագրությանը հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության տեղեկատվական կենտրոնի տվյալներով 2010 թվականի 9 ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է թրաֆիկինգի 11, իսկ 2011 թվականի 9 ամիսների ընթացքում 13 դեպք։ Վիճակագրությունը վկայում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է դեպքերի աճ։ Սակայն մասնագետները վկայում են, որ նշված բնույթի դեպքերի աճը ըստ էության խոսում է ոչ թե սոսկ այդ դեպքերի արձանագրման աճի մասին, այլ քրեական հետապնդման մարմինների դրական աշխատանքի շնորհիվ այդպիսի դեպքերի բացահայտման ցուցանիշների աճի մասին։ Մեր երկրում քննարկվող խնդրով զբաղվող շահագրգիռ հասարակական միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունները ևս վկայում են, որ վերջին տարիներին հանրապետությունում էապես նվազել է թրաֆիկինգի ռիսկայնությունը։ Դա պայմանավորված է երևույթի մասին բնակչության, հատկապես խոցելի խմբերի իրազեկության բարձրացմամբ, ինչպես նաև թրաֆիկինգ իրականացնողների խիստ պատիժների ապահովմամբ, ընդհանուր կանխիչ մթնոլորտի ձևավորմամբ։ 2010-11 թվականների բացահայտված դեպքերով շահագործման ենթարկված 39 տուժողներից 17-ի նկատմամբ հանցավոր ոտնձգությունը կատարվել է 2005-ից 2009 թվականների ընթացքում, իսկ 18-ի նկատմամբ 2010 թվականի ընթացքում և միայն 4-ի նկատմամբ 2011 թվականի ընթացքում։ Բնականաբար մեր ուսումնասիրությունները առաջին հերթին պետք է կանգ առնեին համապատասխան վիճակագրական տվյալների վրա։ Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ 2003 թվականից սկսած ընդհանուր առմամբ ունենք վիճակագրական տվյալների որոշակի ոչ մեծ, բայց աճ հանցագործությունների դեպքերի գրանցման։ Ըստ էության պետք է նշեմ, որ սա ոչ թե վկայում է այն մասին, որ 2003 թվականից սկսած թրաֆիկինգի դեպքերը իրականում աճել են, այլ բարելավվել է այս դեպքերի հայտնաբերման ուղղված համապատասխան աշխատանքները։ Հնարավոր է եղել բացահայտել այդ դեպքերը։ 2010 թվականին արձանագրվել է այդ հանցագործության 13 դեպք, 2011 թվականի 9 ամիսների դրությամբ արդեն 13 դեպք ևս հայտնաբերվել էին։ Պետք է նշեմ, որ ինչով է սա պայմանավորված, ինչու ենք նշում, որ այստեղ կարևորվում է այս դեպքերի հայտնաբերման ուղղված աշխատանքները։ Որովհետև թրաֆիկինգը ամբողջ աշխարհում աչքի է ընկնում իր ոչ ակներևույթյան դրսևորումներով, ունի լատենտայնության բավականին բարձր մակարդակ թրաֆիկինգը, ինչը հատկապես պայմանավորված է նրանով, որ թրաֆիկինգը ըստ էության դրսևորման երկու փուլ ունի։ Առաջին փուլում համապատասխան հանցագործություն կատարող անձինք հավաքագրում, ներգրավում են հանցագործության զոհերին, եւ այս ներգրավման process-ը իրականացվում է արտակնապես քողարկված այնպիսի ձևերով, որ ինքը հանցագործության տպավորություն չի թողնում, եւ դրա հանցավոր լինելը արտահայտվում է հատկապես նրա երկրորդ փուլում, երբ որ հատկապես զոհերը տեղափոխվում են արտասահմանյան երկրներ, ներգրավում են համապատասխան աշխատանքների, համապատասխան ծառայությունների մեջ, եւ այստեղ ռեալ շահագործումը արդեն նրանց նկատմամբ դրսևորվում է, եւ այստեղ նոր ի հայտ է գալիս հանցագործության դեպքը, անհրաժեշտություն առաջանում քննություն կատարել, դրա առաջնային փուլերը ևս բացահայտել։ Բացի այդ, թրաֆիկինգի լատենտայնության վրա ազդում է նաև այն հանգամանքը, որ երբեմն ձևավորված համապատասխան թեկուզ շահագործման process-ում հանցագործության զոհերի եւ հանցագործների միջեւ ձևավորվում են այնպիսի փոխհարաբերություններ, որ հետագայում նույնիսկ ունեցել ենք, որ տուժողները տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն, բայց դարձյալ վախեցել են այդ դեպքի մասին հայտնել իրավապահ մարմիններին։ Վտանգ են ունեցել, որտեղ արտասահմանյան համապատասխան երկրում իրանք տեսել են իրենց շահագործողի համապատասխան կապերը, նրանց հնարավորությունները եւ միշտ վախ են ունեցել, որ իրավապահ մարմիններին հայտնելու դեպքում իրենց նկատմամբ կարող է համապատասխան հետապնդումներ իրականացվել եւ այլն։ Բացի դա երբեմն սա պայմանավորված է եղել նաեւ զուտ բարոյական նկատառումներով, որովհետև հատկապես մեր մոտ դրսևորված թրաֆիկինգի դեպքերի մեջ ճնշող մեծամասնություն են կազմում մարմնավաճառության կամ բռնկության մեջ շահագործելու դեպքերը եւ շատ հաճախ զոհերի հարազատները Հայաստանի Հանրապետությունում չեն իմացել, թե իրենց հարազատը արտասահմանում ինչով է զբաղվել եւ նրանք վերադառնալով չեն հայտնել այդ մասին իրավապահ մարմիններին զուտ այն պատճառով, որ դա կհրապարակվի եւ փաստորեն իրենց շրջապատում կտեղեկանան, թե իրականում իրենք ինչով են զբաղվել։ Այդուհանդերձ բոլոր այս դժվարություններով հանդերձ փորձ է արվել հատկապես սահմանապահ ծառայությունների հետ ակտիվ համագործակցության արդյունքում հնարավորինս այսպես առանձին հատկանիշների արտահայտության դեպքում այդ անձանց հետ կատարել օպերատիվ զրույցներ, նրանց ներգրավել որոշակի միջոցառումների եւ նրանց համոզման միջոցով
հավաստիացումների արդյունքում հասնել նրան, որ այդ անձինք ի վերջո պատմեն, թե իրենց հետ ինչ է տեղի ունեցել արտասահմանում, եւ սրանք բերել են իրենց դրական արդյունքներին, հայտնաբերել են համապատասխան հանցագործության դեպքերը, բացահայտվել են այդ հանցագործությունները, մեղավոր անձանց են հայտնաբերել, ապահովել են նրանց քրեական պատասխանատվությունը։ Ինչպես վկայում է քրեական գործերի ուսումնասիրությունը, այս բնույթի հանցագործություններից հիմնականում տուժում են կրթական ցածր մակարդակ ունեցող անձիկ։ Պատահական չէ, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրված թրաֆիքինգի զոհերի ճնշող մեծամասնությունը 94.9% ունի 8-ամյա կամ միջնակարգ կրթություն։ Հավաքագրողները ընտրելով իրենց զոհին, այլ երկրում դրախտային կյանք խոստանալով, խաբեության միջոցով, խորամանկությամբ դուրս են տանում նրանց երկրից եւ տարանցիկ պետությունների միջոցով փոխադրում ընդունող, նշանակետ հանդիսացող պետություններ, դարձնելով վերջինների ստրկության եւ մարդկանց առևտրի զոհեր։ Ինչի արդյունքում այս գործունեությամբ զբաղվող հանցագործ խմբերը տարեկան մի քանի միլիոն $, գումար են աշխատում։ Նշված պատճառով պայմանավորված թրաֆիքինգ իրականացնողները հեշտությամբ մոլորեցնում են այդպիսի անձանց, նրանց անհավանական խոստումներ տալով։ Իսկ վերջիններս էլ տարրական գիտելիքներ չունենալով միգրացիոն օրենսդրության, արտասահմանում աշխատանքային գործունեության պայմանների, իրենց անվտանգության ապահովման նվազագույն կանխարգելիչ միջոցների մասին, ռեալ չկարողանալով գնահատել ու վերլուծել ներկայացված առաջարկությունների բնույթը, հեշտությամբ գայթակղվում են արտասահման հասնելուն պես դառնալով թրաֆիքինգի զոհեր։ Հայաստանի Հանրապետության դատախազության ստորաբաժանումների կողմից, հատկապես գլխավոր դատախազության կողմից, այս հանցագործությունների փաստով իրականացվող քրեական հետապնդման արդյունավետության բարձրացման նույնպես նպաստեց նաև այն հանգամանքը, որ հանձնարարվեց, որ այս փաստերով քննվող յուրաքանչյուր քրեական գործով անպայման քննության առարկա դառնա նաև փողերի լվացման հանցակազմը։ Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ թրաֆիքինգը համարվում է նաև փողերի լվացման նախորդող հանցակազմ, այսինքն հանցավոր ճանապարհով ձեռք են բերվում մեծ գումարներ եւ այդ գումարները բնականաբար հանցավորները պետք է որոշակի ձևով փոխակերպեն, դրանց օրինականացման տեսք տան։ Այս առումով իրականացվում է նաև խորությամբ քննություն պարզելու համար, թե արդյոք թրաֆիքինգի եղանակով ձեռք բերված գումարները այս եղանակով չեն օրինականացվել։ Պետք է ասեմ, որ այս առումով եւս ունենք արդեն դրական որոշակի արդյունքներ։ Մեկ քրեական գործով հասել ենք նրան, որ ունեցել ենք արդեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով թրաֆիքինգի համար մեղադրվող անձը մեղավոր ճանաչվեց նաև փողերի լվացման համար։ Եվ այս առումով ունենք նաև ներկայումս դատարանում քննվող քրեական գործեր, որոնցով թրաֆիքինգի համար մեղադրվողներին համակցությամբ մեղադրանք է առաջադրվել նաև փողերի լվացման համար։ Բարելավման կարիք ունի նաև այս բնույթի հանցագործությունների համար հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման աշխատանքները։ 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ թրաֆիքինգի համար դեռևս հետախուզման մեջ են գտնվում 19 անձիկ։ Այդ անձանց վերաբերյալ քրեական գործերի ուսումնասիրությունը վկայում է, որ վերջիններս ըստ ստացված տվյալների անպատիժ մնալով շարունակում են զբաղվել նորաբնույթ հանցավոր գործունեությամբ։ Այդ անձանց մի մասի գտնվելու երկիրը, նույնիսկ քաղաքը հայտնի է, սակայն միջազգային իրավական արդյունավետ համագործակցությամբ օպերատիվ հետախուզական միջոցառումների բացակայության պատճառով հնարավոր չի լինում նրանց ներկայացնել քրեական հետապնդման մարմնին եւ ապահովել քրեական պատասխանատվությունը։ Արտասահմանյան երկրների փորձի ուսումնասիրությունը վկայում էր, որ անչափահասներին շահագործման նպատակով մուրացկանության մեջ ներգրավելը թրաֆիքինգի ինքնուրույն ձև է։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրությամբ երեխաներին մուրացկանության մեջ ներգրավելու հանցակազմը հատուկ նորմով ամրագրված էր ոչ թե Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 132 եւ 132.1 հոդվածներով, այլ 166-րդ հոդվածով։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Հանրապետությունում հարուցված քրեական գործերի զգալի մասը վերաբերում է հիմնականում սեռական շահագործման դեպքերին, սակայն իրականում աշխատանքային թրաֆիքինգը եւս բավականին տարածում ունի եւ այս առումով եւս դեպքերի բացահայտման խնդիր ունենք։ Այս առումով եւս ներկայումս շարունակվում են համատեղ միջոցառումները ոստիկանության եւ քրեական հետապնդման մյուս մարմինների հետ, որպեսզի առավել արդյունավետ միջոցներ ձեռնարկվեն նմանատիպ դեպքերի եւս բացահայտելու համար։ Թեև կարող եմ ասել, որ նախորդ տարիներին ունեցել ենք նաեւ աշխատանքի թրաֆիքինգի բացահայտված դեպքեր, որոնցով ունեցել ենք նաեւ համապատասխան դատական ակտեր։ Հատկապես կարող եմ շեշտել աշխատանքի թրաֆիքինգի դեմ դեպքերից երեխայի մուրացկանության մեջ ներգրավելու դեպքերը, ունեցել ենք այս բնույթի քրեական գործեր, որոնք ունեցել են դատական հեռանկարներ եւ
ըստ էության երեխաներին մուրացկանության մեջ ներգրավող անձինք քրեական պատասխանատվության են ենթարկվել թրաֆիքինգի համար։ Այս առումով կշեշտեի նաև գլխավոր դատախազության կողմից հետևողականորեն դրսևորած մի աշխատանք ևս, ասեմ, որ մինչև 2011 թվականի գարնանը քրեական օրենսգրքում կատարված վերջնական փոփոխությունները, այս առումով քրեական օրենսգիրքը որոշակի հակասություններ ուներ միջազգային համապատասխան պայմանագրերի հետ։ Հատկապես խոսքը վերաբերում է նրանում, որ միջազգային պայմանագրերը, հատկապես երեխայի վատթարագույն աշխատանքի ձևերի մասին կոնվենցիան, հստակորեն սահմանում էր, որ երեխային աշխատանքի մեջ ներգրավելը, շահագործելը, բոլոր դեպքերում թրաֆիքինգ է, անկախ նրանից նրա նկատմամբ բռնություն, սպառնալիք կամ անօրինական ներգործության այլ միջոցներ կիրառվել էին, թե ոչ։ Մինչդեռ մեր քրեական օրենսգրքում մենք ունենք առանձին հանցակազմեր, օրինակ 166 հոդվածով նախատեսված հանցակազմը, երեխային հակահասարակական գործունեության, այդ թվում նաև մուրացկանության մեջ ներգրավելը, որը նախատեսում էր առավել մեղմ պատասխանատվություն եւ ինքը թրաֆիքինգ չէր համարվում։ Թերևս գլխավոր դատախազության կողմից արդեն ձեռնարկվել էին որոշակի միջոցառումներ օրենսդրությունը համապատասխանեցնելու ուղղությամբ, սակայն հնարավոր եղավ նաև միջազգային համապատասխան պայմանագրի, միջազգային կոնվենցիայի անմիջական ուժի շնորհիվ այս գործով արարքը որակել թրաֆիքինգ եւ ունեցանք նաև դրանով համապատասխան դատական ակտ։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետևողական աշխատանքների արդյունքում Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի տարեկան զեկույցում 2009 թվականից Հայաստանը դուրս է եկել հատուկ վերահսկվող երկրների ցանկից եւ տեղափոխվել թրաֆիքինգի դեմ հաջողությամբ պայքարող եւ դրական ցուցանիշներ ապահովող երկրների խումբ։ Սկսած 2006-2007 թվականներից, երբ որ էապես ակտիվացվեց թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը միտված միջոցառումները, ինչպես արդեն նշեցի, եւ օրենսդրական մակարդակում եւ կազմակերպական առումով, բնականաբար սա հանգեցրեց դրական արդյունքի, ընդ որում տեսանելի արդյունքի, ինչպես մեր քրեական գործերի ուսումնասիրության պարագայում, այնպես էլ հատկապես դա այդպես գնահատվեց միջազգային հանրության, միջազգային կազմակերպությունների, այլ երկրների կողմից, որոնք ամենամյա հետազոտություններ են իրականացնում։ Ասեմ, որ այս առումով այս ուսումնասիրություններով պետդեպարտամենտի զեկույցի Հայաստանի Հանրապետությանը զիջում են ԱՊՀ երկրներից Ռուսաստանը, Բելարուսը, Ադրբեջանը։ Թեև այս ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքներն արդեն տեսանելի են, սակայն թրաֆիքինգի դեմ արդյունավետ պայքարի հիմնական ուղղություններից կարևոր է նաև բնակչության իրազեկմանն ուղղված քարոզչական աշխատանքները։ Դրանք պետք է շարունակվեն եւ մշտական ու լայնածավալ բնույթ կրեն։ Այդպիսի գիտելիքներն անհրաժեշտ է հասու դարձնել բնակչության բոլոր շերտերին։ Բնակչության իրազեկության մակարդակի բարձրացման միտված հաջորդ աշխատանքը, որը մենք պատկերացրեցինք կատարել, դա կրթության և գիտության նախարարության առաքելությունը պետք է լիներ, որ համապատասխան ուսումնական հիմնարկներում, սկսած դպրոցից, պետք է առանձին ուսումնական ծրագրով կլիներ դա, թե որևէ առարկայի առանձին դասաժամերով, անպայման դեռևս վաղ տարիքից հասարակությանը հայտնի դարձվեր թրաֆիքինգ երևույթի մասին։ Հատկապես տարածում ստանա այն հանգամանքը, որ բոլոր դեպքերում մինչև 18 տարեկան անձին շահագործելը, նորից եմ ասում, անկախ նրա նկատմամբ բռնության, սպառնալիքի կամ անօրինական այլ միջոցների գործադրման, բոլոր դեպքերում սա համարվում է թրաֆիքինգ։ Եվ անչափահասները իմանային իրենց այս իրավունքի մասին եւ համապատասխան չափահաս անձինք իմանան, որ նման բոլոր դեպքերը դասվում են թրաֆիքինգի շարքին, որն էլ առանձնապես ծանր հանցագործություն է։ Աշխատանքային թրաֆիքինգի դեպքերի կանխարգելման առումով եւս պետք է բարձրացվի բնակչության տեղեկացվածության մակարդակը, քանի որ մեծ թիվ են կազմում սեզոնային արտագնա աշխատանքի մեկնողները։ Թրաֆիքինգի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով առավել տարածում պետք է դարձնել համապատասխան քարոզչական միջոցառումները։ Դարձյալ կարևորելով բնակչության իրազեկության բարձրացման ուղղված աշխատանքները, դատախազության կողմից համապատասխանաբար նամակներ հղվեցին Սոցիալական ապահովության նախարարությանը, Կրթության գիտության նախարարությանը այս ուղղությամբ աշխատանքների արդյունավետությունը ավելի բարձրացնելու։ Մասնավորապես մեր կողմից շեշտադրվեց այն հանգամանքը, որ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունում բավականին թիվ են կազմում արտագնա աշխատանքի մեկնող անձինք, իսկ նման իրավիճակը միշտ հղի է համապատասխան աշխատանքի թրաֆիքինգի դրսևորումներով, որպեսզի համապատասխան զբաղվածության կենտրոնները Հայաստանի Հանրապետության առանձին վարչատարածքային միավորներում, հատկապես այն համայնքներում, որտեղ մեծ թիվ են կազմում արտագնա աշխատանքի մեկնողները, ավելի ակտիվ քարոզչական աշխատանք իրականացվեր։ Միտված նրան, որ արտագնա աշխատանքի գնացողները իմանային ինչ է թրաֆիքինգը, որ իրենց հետ ինչպես կարող են վարվել եւ
նման դեպքերից խուսափելու համար իրենք մինչև աշխատանքի մեկնելը, մինչև Հայաստանի Հանրապետության սահմանը հատելը մինիմալ ինչ գիտելիքներ է իրենց պետք։ Առնվազն անհրաժեշտ է իմանալ, որ իրենց անձահաստատող փաստաթղթերը միշտ պետք է իրենց մոտ լինել, առանց անհրաժեշտության ոչ մի դեպքում դա որևէ այլ անձի չպետք է տրվի, առաջարկվող գայթակղիչ աշխատանքային պայմանները արագորեն չպետք է ընդունվի, այլ պետք է դրա առանձին, այսպես դրսևորումների վրա ավելի մեծ ուշադրություն հատկացվի, հնարավորության դեպքում միշտ հասնեն համապատասխան գրավոր պայմանագրերի կնքմանը եւ այլն, որոնք էապես կնվազեցնի հետագայում արտասահմանում նրանց աշխատանքի թրաֆիքինգի ենթարկելը։ Իսկ երբ որ նրանք արդեն արտասահմանում համապատասխան ծուղակում կհայտնվեն եւ կներգրավվեն շահագործման մեջ, այս դեպքում էլ գոնե նրանք մինիմում գիտելիքներ ունենան, թե ում է պետք դիմել եւ ինչպես է պետք վարվել, որպեսզի հնարավոր լինի կանխել այդ հանցագործությունը եւ նրանք ստանան համապատասխան պատկան մարմինների աջակցությունը։ Երբեք մի վստահեք ձեր անձնագիրը օտար մարդկանց, հատկապես երբ գտնվում եք հանրապետությունից դուրս։ Ինքնությունը հաստատող փաստաթղթերը միշտ պետք է ձեզ հետ լինեն։ Ոչ ոք իրավունք չունի դրանք ձեզանից վերցնելու։ Անգամ փոքր կասկածի դեպքում ժամանակին դիմեք իրավապահ մարմիններին։